Գպարებենք ցեզի եւ շնորհակալ ենք Աստծո, որ մեզի դված է շնորհքը հայտնության գիրքը ծեր հետը սերդելու Պիտեր Նիկոսյանին հետ եւ այսօր պիտի շարունակենք 14-րդ գլուխը 6-ն սկսելով դերը մինչեւ որ մեզի առաջնորդ է որքան որ Պիտերը մեզի առաջնորդ է հետաքրքրական են ամեն մեկ խոսքերը որ գսե կգաբե ավետարանի խոսքերուն եւ վստահ եմ որ դու գալ կնշմարեք եւ անցյալ անգամ թակավորած երբ որ հիշեց Դավիթի մասին համարը կամ ինչպես անցյալ անգամ հիշեց Ելից գլուխը Մովսեսը Սինա լերան վրա եւ իսկ Եբրայեցիս 12-րդ գլուխին մեջը Հիսուսը Սիոն լերան վրա Ուրեմն աս գաբերը որքան հետաքրքրական կլան եւ մեզի ավելի դապապակը ավելի հասկանալու եւ մտիգնել։ Բարև Պիտեր Հարև Կարին ջան, ուրախ եմ, որ իրար հետ կրնանք որ այս հաղորդումները անել, շատ քաչալերված եմ ես։ Մասնավորապես, որ ամենասիրած իմ փափակս աներ, որ Աստծո խոսքին հայտնության հոգիով եւ իմաստության հոգիով բոլորս կարողանանք մասնակցել լսելու։ Ամեն Ուրեմն պիտի շարունակենք 6-րդ համարեն 14-6 Այո, եւ այսօր գուզեմ որ ծանոթացնենք երեք հրեշտակներուն եւ իրենց վերջին օրերի մեջի պատկամներուն որ պիտի դրվի եւ նորեն գուզեմ հիշեցնել որ վերջին օրերը չէ միայն ապակային օրը որ պիտի կա, այլ վերջին օրերը կնշանակեն Քրիստոսի համբարնալեն այդ վարգանեն իվեր որ Սուրբ Հոգին ուղարկեց մինչև իր երկրորդ քալուստը։ Բոլոր այս ժամանակաշրջանը որ նորում մեջ Քրիստոսի առաջին քալուստեն երկրորդ քալուստը վերջին օրերն են։ Մենք ադիգա առաջին մեր դասընթացներում մեջ նայեցանք, ուրեմն ով որ գուզե թո երթա իդ եւ այդ սկզբնական վիդեոները նայի եւ այնտեղ կտեսնան ինչս է գուզենք վերջին օրերը։ Այո Ուրեմն ես պիտի սկսեմ գարտալ 6-րդ համարեն Այո, ուրեմն մեր էկրաններուն հետևելով հետևինք եւ կարծեմ էկրանի վրա կամ սկրինի վրա գերվագոր հիմա գնանք այնտեղն ընթերցել եւ շարունակել մեր սլայդերը Ուրեմն եւ ուրիշ հրեշտակ մտեսա որ կթրջեր երկնքի մեջ եւ ուներ հավիտենական ավետիսը կարոզերու բոլոր ասկերուն ու ցեղերուն եւ լեզուներուն ու ժողովուրդներուն որոնք երկրի վրա կբնակեն անմեծ ցայնով գսեր աստուծմե վախցեք ու փառք տվեք անոր վասնզի անոր տադաստանին ժամը եկավ ու երկրբակություն ըրեք անոր որ ստեղծեց երկինքը ու երգիրը եւ ձողը ու ճուրերուն աղբյուրները Անոր յետևեն ուրիշ հրեշտակ մը եկավ ու ըսավ ինգավ մեծ Բաբելոնը, վասնզի բոլոր ասկերը արբեցուց իր գադաղի որոնկությանը քինիով։ Անոնց յետևեն երրորդ հրեշտակ մնալ եկավ ու մեծ ցայնով մը ըսավ ով որ քազանին ու անոր բադգերին երկրբակությունն է եւ թրոշմը իր ճակատին վրա կամ իր ցելքին վրա ընդունի անիգա աստծո սրտմտության քինիեն պիտի խմե որ անխառն լեսված է անոր փարգուճանը կավաթի մեջ եւ գրագով ու զզումփով պիտի դանչվի սուրբ հրեշտակներուն արչեւ ու կարնուգին արչեւ Անոնց տանչանքին ծուխը պիտի ելնե հավիդյանս հավիտենից եւ ծորեկ ու գիշեր հանգստություն պիտի չունենան անոնք որ քազանին ու անոր բադգերին երկրբակություն գնեն եւ անոր անվանը թրոշմը գտնունին 13-րդ Հոսե սուրբերուն համբերությունը որոնք ազո բադվիրանքները ու Հիսուսին հավատքը կպահեն ու երկնքեն ցայմը լսեցի որ գսեր քրե այսուհետև երանելի են այն մերելները որոնք դերոճմով կննչեն Այո, գսե հոգին, որ իրենց աշխատութեն են հանգչին ու իրենց կորձերը իրենց յետևեն կերտան։ Այո, ուրեմն սկսենք առաջին մեր սալիգեն, մեր այս նկարը։ Այստեղ կտեսնենք, որ պատկամը երկինքեն պատկամ պիտի հնչվի, այսինքն եւ որ այդպես կսե ոչ թե ասենք ցայմը պիտի լսենք ինչպես որ եւ որ ասավ այս է իմ սիրելի որդիս անոր մտի գրեք Եվ ամեն մարդ լսեցին ցայն մը գսե երկինքեն այդ միտքը չէ երկինքը որ գսե այստեղ մենք ոլորտ մը կհասկանանք որ ասված այդ նորեն իր խորանեն իր աթորեն գուղարգե պատկամը եւ որ հրեշտակներս են հիմա այստեղ մենք կտեսնանք մեկը որ խաչը բռները եւ թևերով հրեշտակի պես կծերի որ այսպես չի վիդի լավ որ հրեշտակ մը պիտի
երևնա եւ ցայնը պիտի լսենք կարծես թե օթանավի նման պիտի թրին եւ մեծ լաուդսպիքերով պիտի խոսի այս հրեշտակը եւ օրսինք հրեշտակ բարը անգելոս բարը պատկամափերս է պատկամափերը այսինքն այս վերջին օրերու մեջ ժամանակը լալով Քրիստոսի առաջին քալուստեն եւ համբարնալեն մինչեւ երկրորդ քալուստը այս պատկամը այս հրեշտակը գհնչե գոր արդեն եւ հիմա գլսենք որ հրեշտակը հիմա եթե միտքը այսինքն մտածենք ցայմը գլսենք որ բոլորս որ մտիկ կնենք որ բայց մեկը չկա մեր ցեյնագը կամ ուր որ հերախոսը բռնած ես բայց ցայմը գլսես որ ես չի գամ դու չի գաս նկարով գանք բայց ցայնը գլսվի որ չէ այս ծեր միտքը որ այս պատկամը գլսվի որ եւ թարերուն ընթացքին լսված է եւ իր լսվի մինչեւ Քրիստոս կա ինչ է պատկամը որ առաջին հրեշտակը հրճագե գսե աստուծմե վաղցեք աստուծմե եւ այս պատկամը մեզի հրեշտակը գտա ինչ այս նպատակով որով երկու բաշտելու արարգաներ կան կամ անցեր կան մեկը քազանն է մյուսը քարդուգն է կամ քազանին պիտի բաշտենք կամ քարնուգին երկու քնափարացիորեն չի պիտի առնենք որ քարնուգը կբաշտենք որ անասուն մնե եւ ոչա քազան մնե որ անասուն է նորեն եւ անոր կբաշտենք որ ասոնց խորհուրդներուն յետին քարնուգը կխորհրդանշե Հիսուսը որ Աստված է եւ կպահանջե որ իր մե վախնանք եւ իրեն բաշտենք փոխանակ վախնալու վիշաբեն կամ քազանեն եւ իրեն բաշտեն հրեշտակը հիշեցնե որ վախցեք աստծո վախ ունեցեք եթե հիշենք նույնիսկ մեր հայոց պատմության մեջ առաջին համարը որ թարգմանված էր գսեն եւ որ Սուրբ Գիրքը թարգմանեց Մեսրոպ Մաշտոց այդ համարն էր որ Արագած Գիրքին առաջին 7-րդ համարի մեջներ որ գսե իմաստության սկիզբը աստծո վախն է բայց աստծո վախը ոչ թե վախնանք որ մեզի պիտի սպաննե մերցնե եւ այլ երգյուղը իրեն հարկանք իրեն պաշտելու իրեն մեծարելու իրեն առաջին դեղը դալու մեր կյանքի մեջ առաջնայնությունը դալու եւ իրեն փառք տվեք կսե որ այսիկա նաեւ Սամոս 96-ի մեջ հիշված է 9-րդ 7-9 համարներու մեջ Աստված կպահանջե որ իրեն բաշտենք ստեղծիչն է ուրիշ եթե ոյ մեկ պատճառ չլա բարձրապես որ ինքն է որ ամեն բանը ստեղծեց եւ իր մորը ստեղծվեցավ եւ իրեն համար ստեղծվեցավ ուրեմն այս է հավիտենական բանը ավետիսը որ առաջին հրեշտակը կգանչե Աստծո վախը երգյուղը իրեն բաշտել արարիչը բաշտել հիմա անցնենք երկրորդ հրեշտակին երկրորդ հրեշտակը գսե մեծ բարձրացած ցայնով որ Աստծո վախը ունենանք իրեն բաշտենք եւ Թադաստանի օրը հասած է գսե բաշտեցեք ամբոր երկինք ու երկիրը ստեղծած է եւ ձովը եւ բոլոր աղբյուրները երկրի վրա նորեն մեզի հիշեցնե որ այս պատկամը որ դերը այս հրեշտակի միջոցով մեզի գուտա բոլոր ժողովուրդներու համար է վերջին Թադաստանի հետ կապված է ժամանակը եկած է նայ այստեղ ժամացույցի պես այդ hourglass կսեն որ ավազը գմոդենա որ ժամանակը արդեն միշտ ալ մոդ է այսօր քեզի համար ինձ համար մեր վերջին օրը գրնալալ մեր կյանքին բادرած բաշտենք որ դերը մեզի Քրիստոսը առաջին դերը քրաված է մեր կյանքի մեջ արարիչը իր երգյուղը ունինք եթե չունինք այնադեն Թադաստանի օրը արդեն մեզի համար սկսած է արդեն Թադաստան Հիսուս եթե գիշենք Հովանու ավետարանի մեջ 4-րդ խուտբեջը այնտեղ գսեմ որ եթե դերոջը վախը չունի կամ եթե քարնուգը չեն ընդունած Հիսուս չեն ընդունած իբրև այն անձը որուն մեզի համար մերավ խաչվեցավ եւ փրկություն շնորհեց մենք արդեն Թադաստանի մեջ ենք կսե Փամը նույնիսկ եթե չնենք չհավատանք Հիսուսի արդեն Թադաստանի մեջ ենք Թադաստանը մեր վրա եկած է որով մերժած ենք Քրիստոս
Ուրեմն այս է որ պետք է անենք, ապաշխարենք, Քրիստոս ընդունենք, Աստծո երկյուղը անդերենք սկսի Աստծո վախը եւ արդեն այդ փրկության ավետիսը լսած գլանք որ գսե որ Հովանու 3:16-ի մեջ գսե Աստված այնչափ սիրեց աշխարհը որ տվավ իր միածին որդին որ ով որ իրեն հավատա հավիտենական կյանք ունենա ով որ իրեն չի հավատար ինչ ունի ուրեմն անգլի մեջ արդեն չունի փրկություն չունի վերստին զունուն չունի եւ թադաստան գա անցին վրա ո՞ս է ուրեմն սկիզբը առաջին բանը որ ամեն մարդ պետք է ունենա այդ երկյուղ ունենալու հավատա որ Հիսուս Աստծո միակ փրկության միջոցն է որ իր արյունով մենք կփրկվենք կմաքրվենք եւ կսրբակոծվենք եւ ուրեմն գշարնագի ասել ուրիշ հրեշտակը երկրորդ հրեշտակը հիմա գտրչի եւ այս հրեշտակին պատկամը իր շրթունքներում վրա ինչ է այսինքն որ գհնչվի Բաբելոն մեծն Բաբելոնը ինգած է գսե որ ամեն ազգերը հարբեցուց իր բորունգությունով իր բորունգության այդ միջոցով գուզեր շնության դանիա բայց Բաբելոնը հայտնության 18-րդ գլխի մեջ է 17 եւ 18-րդ գլխի մեջ ավելի բարձ պիտի լա որ գսե բորնիկ մնե բայց բորնիկը անպայման գինը չի ասիկա նորեն ինչպես նոր Երուսաղեմը քրանուկին հարսն է բորնիկն ալ մեծն Բաբելոն բորնիկն է քաղաքի անունը գուտա բայց գինը չէ ժողովուրդն է որ գեհդերի որ վիշապին այդ մշակույթն է ժողովուրդն է որ բայց ինչու գին գսե օրինակ որով ինչու համար գին գսե քարնուկին եւ նոր Երուսաղեմ գսե չէ հայտնության 21-րդ գլխի մեջը նոր Երուսաղեմը քաղաքն է բայց գսե քարնուկին հարսն է գսե նաեւ որ երկինքեն դեսա որ գիչնագոր քաղաքը գներգայացվի իբրև քարնուկին հարս այսինքն այն որ գսիրե քարնուկը այն որ գսիրե Հիսուսը այն որ գբաշտե Հիսուսին այստեղը հագաբատկերը գա Բաբելոնը որ գբաշտե վիշապին եւ նորեն գնոջ նման է բայց ինչու բորնիկ որով ցկած է իր առաջին սերը քարնուկը եւ գսիրե որ ուրիշ բամը ավելի քան քարնուկը բայց պետք է հիշենք որ առաջին բադվիրանի ինչ էր սա կամ Աստծո բադվիրանը որ եւ որ ասին որ ինչ է բադվիրանը սա սիրե քո դեր Աստվածը բոլոր սրտով բոլոր մտքով բոլոր հոգիով բոլոր էությունով եւ սիրե քո հարևանը ինչպես կսիրես քո անձը եթե մենք այդ սերեն հերանանք եւ մամոնը սիրենք դրամը սիրենք ուրիշ ոյ մեկ բան ավելի սիրենք քան Աստված բորունգության մեջ ենք հոգեվորապես իբրև երևակայ որ թուն գինն ես քարնուկին շնության մեջ ես բորունգուցած ես հոգեվոր առումով ուրիշ բան ավելի կսիրես քան առաջին սերդ եւ այդ քաղաքն է գխորթանշի անոնք որ այդ մշակույթի մեջ են անոնք որ ուրիշ բանը ավելի կսիրեն ժողովուրդն է հետևորդներն է վիշապին փոխանակ հետևորդները քարնուկին բարձ է Շատ բարձ է եւ ադոր համար է որ շատ օրինակի համար փրկության հրավերը կմերժեն աշխարհ ավելի կսիրեն ինքնին ավելի դժվար կգտնան իրենց կյանքը որտեղ կխորին որ մարդկային ուժով պիտի չի գրանան անել ինչ որ աստվածաշունչի մեջ գրված է չեն հասկացած որ իրենք չէ որ պիտին բայց իրենք պիտի հանձնվին եւ Սուրբ Օքին ինքը պիտի աշխատի իրենց կյանքերուն վրա անոր համար դերևս կխուսափին փրկության կյանքեն այո կխուսափին եւ շատեր նույնիսկ այս մեծն Բաբելոնը բորնիկը գահավանան որ այդ ժամանակ մնալ այսպես ավելի այդ Սադամ Հուսեյնի ժամանակ Իրաքի այդ կգարձեին որ Իրաքը պիտի նորեն Բաբելոն քաղաքը վերականգնեցնեն եւ վերջին օրերում մեջ է որ Քրիստոս այդ քաղաքը պիտի կանգնի եւ քաղաքը պիտի փլի պիտի կործանվի եւ այլն բայց այսօր մասին մարգարեություններ կան Եսայե 21 գլխուն 9 համարը եւ Երեմիա 51:7-8 համարներու մեջ եւ հայտնության 18-րդ գլխի 2 համարի մեջ այնտեղ եւ որ Բաբելոնը գտեսնանք մեկ ժամվա մեջ ինգավ կամ կործանվեցավ գսե հոստեղը գհրճագե գոր
հրեշտակը ինչ որ պիտի լա հայտնության քիթքի մեջ վերջը պիտի երևնա այդ բոլորը ավելի մանրամասնություններով այստեղ բարձրապես հրճակել որ արդեն ցևով ինգած է այս բոլորը որով Քրիստոս հրճակեց խաչին վրա իր հաղթանակը միայն որ մեր սրտերում մեջ այդ Բաբելոնը գործամբի կտրվի մենք դուրս կանք այդ Բաբելոնին մենք այդ մշակույթի մեջ կորց չունենք եւ Բաբելոնը ֆիզիկական քաղաք մը չէ Բաբելոնը հետևորդներն են վիշապին Կազան երկու այդ կազաններում միջոցով որ 10-րդ քուխուն մեջ կարդացինք այդ երկու կազանները մեկը քաղաքական եւ փանագային միջոցներով եւ մյուսն ասուտ մարգարեին միջոցով ինչ էր նպատակին վիշապին դանելու ճաշտելու այդ ժողովուրդը որ 666 փոխապերական միտքով պատկանելություն ունին կսիրեն աշխարհը եւ աշխարհի մշակույթը եւ առանց գիտնալու նույնիսկ վիշապին քերի դարձածը ադե ցերքերնին 666 թիվը եւ ջագատնուն վրա այսինքն իրենց խորհուրդները եւ իրենց կորձերը գծարայեցնեն որ եւ պատկանելիություն ունին վիշապին երկու կազաններուն կորձը հրաբուրել է ժողովրդին թեպի հոն դանելու իրեն ճաշտել բայց երկու Քրիստոսի վգաները որ մենք տեսանք խորհրդանշեն եկեղեցին կորձն է մեզի դանելու քարնուգին ճաշտելու եւ եկեղեցի միջոցով այդ նոր Երուսաղեմ քաղաքը որ Քրիստոսի հարսն է գույս ինչ որ տեսանք անցյալ անգամ խոսեցանք գույս հարսի նման նշանված են հիմա Հիսուսին բայց այդ 144-ը որ 1000 ներկայացվեցավ անցյալ մեր խոսակցության մեջ գույսեր էին գսե միտքան է որ հարսի նման քարնուգին մենք կգարչին քարնուգին սիրահարված են քարնուգին կբաշտենք հիմա ոստեղ գրշակե որ հրեշտակը որ ինգած է այս Բաբելոնը արդեն ինգած է այն առումով որ Քրիստոսի հետևորդներուն համար մեր սրտի մեջ քանթված է Բաբելոնի մշակույթը եթե քանթված է բայց երբ մենք կհրաբուրվենք իդ կերտանք այդ կյանքին իդ կերտանք աշխարհի հաջիկներուն մենք կվերագանքնեցնենք Բաբելոնը մեր սրտի մեջ իսկույն պիտի լանք այս ինչ որ Երեմիայի 51:7-8 համարներուն Եսայի 21-ն 9 համարի մեջ գխոսի ֆիզիկական Բաբելոնի գործանման համար եւ ինչ էր ֆիզիկական Բաբելոնը որ ծնունթոց քիրքենը սկսած էր 11 գլուխեն որ մարդ իրեն համար անուն գուզեր հաներ եւ իրեն ցևով իր ուզած ցևով Աստված ճաշտել եւ ճանաչել ուրեմն այսօր գտեսնանք ազգերը թեր այս ընթացքի մեջ են այս կորձողության գտեսնանք չէ Ամերիկայի մեջ նորեն Ամերիկան մեծն են կամ Երուսաղեմը կամ Իսրայելը մեծն են Բաղեստինը կամ Ռուսաստանը կամ չեմ գիտեր Կանադա ոյ մեկ երկիր որ ինքնինքը հբարդության միջոցով գուզե փառավորել եւ մեծարել եւ իր մշակույթը գուզե առաջ տանել փոխանակ Աստծո ծրագիրը արդեն Աստծո չի ծառայեր Աստծո հբադակ չէ ազգային պատկանելությունը ավելի կարևոր կդառնա փոխանակ Աստծո թագավորության պատկանելությունը արդեն շնության մեջ է հոգեորապես ուրիշ բան ավելի կսիրենք որ լա մեր ազգը լա մեր այսինքն ազգը սիրելը քեշփան չէ եթե կսիրենք այդ ազգային նպատակով որուն ավետարանը կքարոզենք որ այդ ազգին ժողովուրդը փրկվի բայց ոչ թե որ մենք կսկսենք ազգաբաշխություն ազգը բաշխել հասկանաս տարբերությունը չէ այո սո մարդիկ կամ որ ազգին մոլի կթարնան այո ոչ մեկ ազգի եւ այսօր կտեսնանք որ ասիկա ամենամեծ գայսրություններուն եւ երկիրներուն մեջ որ կկատարվի որ մեր աչքին արջեն ուրեմն անցնենք 14-րդ գլխի 9 համարի մեջ այնտեղ գսե որ երրորդ հրեշտակը տեսա այս հրեշտակը ինչ կհրճակե եւ ինչ կխոսի գսե մեծ ցայնով այսինքն մեծ ցայն ամեն անգամ որ բարձր ցայն մեծ ցայնը սե կարևոր պատկամ ունի հրեշտակը կարևոր է լսեցեք եթե մեկը վիշապին ճաշտե եւ անոր բատկերը եւ անոր թրոշմը ստանա իր ճակատի վրա կամ ցերքին վրա ինչ պիտի լա հաջորդ համարը գսե անոր
քինին հնցանը բադիջը պիտի ստանա բոլորովին աստծո փարգությունով ինչ է ադիգա այդ քալիք 15 գլուխեն 16 գլուխները որ աբակային պիտի նայինք այդ սկավառակները այդ թասերը որ պիտի բարվին ժողովրդի վրա աստված պիտի բաչե 7 դարբեր սկավառակներ պիտի հրեշտակները բարբեն այդ բոլորը պիտի խմե եւ այնտեղ պիտի տեսնանք ինչ այլևս բոլոր ժողովուրդը պիտի գործանվի այլևս ուրիշ միջոց չկա աստված գհրճագե գոր արիտներ գուտագոր պատկամներ գխրգե գոր պատկամապերներ գխրգե գոր եթե ամենը մեկ մերժենք չլսենք չաշխարենք ցածի չքանք ի վերջո ասիկա գուշագելու բան չէ որ մեծ մարգարեմը պիտի լաց գուշագելու 5 դագարանի մեջ նա մարգարեին կորզի ինչ էր իսկ գսել որ աբաշխարեցեք եթե չաշխարեք աստծո թադաստանը պիտի կացեր վրա եթե աբաշխարեք աստծո օրհնությունները պիտի վայելեք ասե բարձե երկար փարակ մեջունինք այո գրնա մեկ տարբեր բադ ինչ կսեն ժանդախները որ պիտի կան իր տարբեր իմաստներ ունին ինչպես որ փարավոնի ժամանակ Մովսես տարբեր ժանդախներով բադիժ եկավ փարավոնի ժողովրդի վրա բայց ինչ էր նպատակը ընդհանուր որ աբաշխարե դերոջ օրհնությունը վայելե անանազան դմփոստ եղիր անեցքները պիտի կան եւ Թադաստանը գուքավ ինչ որ եկավ Եգիպտոսի վրա սկիզբը քիչ ասված 10 հատ խրգեց ի վերջո ամենամերժելեն վերջը փարավոնը եւ ժողովուրդը ասված լրիվ գործանեց բոլոր Եգիպտոսը նույն միտքն է բայց այս անգամ ոչ թե միայն Եգիպտոսի վրա այլ բոլոր աշխարհի բնակիչներով վրա Գիտես որ մենք սերդեցինք արչեվի գլուխները ճիշտ որ մեկ գլուխներ չեմ գիտեր 6-րդը որ ինչ որ ալեղավ չաշխարեցին եւ ճուզեցին աբաշխարել եւ հիմա քալի կորերը միշտ կսենք չարաչ ինչպես բացումի նսիր դերոջը կալուստը մոդ է եւ ասիկա բոլորիս սպերանի մեջն է բայց իրականության մեջ մեկը չի գիտեր դերը երբ պետք է ժամանակը չի գիտեր եթե նայինք աս բոլոր կարմեր կարտացածները եթե արագ պիտի ընթանան կուցե մոդ է դերոջը կալա բայց եթե ժամանակ պիտի առնե դա գավի մեկ արչեմնի սունինք բայց քանի որ օրինակի համար ինչպես որ իջեցի պարավոնն վերջին բանը դվա որ եթե թուն ժողովուրդը չհանես Եգիպտոսեն անտրանիկ զավակները պիտի սպանեմ so դեռնալ աշխարհին as վերջին բանը պիտի դա warning-ը պիտի դա եւ ինչ պիտի ալա Okay վերջին warning-ը հիմա գուտագոր իմ շրթունքներուց միջոցով եւ ուրիշ ավելարանիչներու կարոզողներու հովիվներու ամեն եթե ճշմարիտ պատկամը գուտան որ ավելարանին աբաշխար ինչ էր Հիսուսի առաջին խոսքերն էր Մարգոս 1:15-ի մեջ ինչը սա ասո թակավորությունը մոդեցած է աբաշխարեցեք եւ ավետարանին հավատացեք նույն ավետիսն է նույն ավետարանն է նույն պատկամն է աբաշխարեցեք դարձի եկեք եթե շնության բորոնգության բաբելոնի մշակույթի մեջ ես դուրս ելիր ատկե ինչ կորձ ունի սոն մասնավորապես ինքը իր հավատացյալներուն գսեւոր 18-րդ գլխում մեջ դուրս եկեք իմ ժողովուրդս գսեւոր որով խառնվել են աշխարհի մշակույթին հետ Ուրան ասոք արդեն աստարարություններ են արդեն եւ չսպասենք ամենագադակեշ աստարարություն արդեն ուշ պիտի լա ամենակեշը արդեն թուն քեզի համար այդ օրը որ թուն վերջին շունչը փչես շնչես արդեն վերջացավ քեզի այո այո թուն գիտես երբ պիտի լա ադիգա չէ անորամար եսա չեմ գե ոչ մեկը գիտե բայց անորամար գսե որ հիմա է ժամանակը այսօր այս վարյանից որ ով որ գլսե որ այս պատկամները այս երեք հրեշտակները գխոսին որ նույն պետք է երկինքեն փամը թրջից լաուդսպիքերով խոսի հիմա արդեն սավ ինչ պետք է որոսեն դունալ եսա գլսենք որ այսօր է ժամանակը աբաշխարության այո եւ ասիկա այս պատկամները մեզի ինչի կգան չէ որ հիմա գտեսնանք ուրեմն ասե հատվածները գսե որ անոնք որ չեն աբաշխաներ ինչ պիտի լա իրենց պիտի դանչվին
Զումպի գրագի լիջի մեջ ուր դերոջը ներկայության եւ իր սուրբ հրեշտակներուն ներկայության, քարնուկին ներկայության մեջ շատեր կգարձեն, որ թժողքը դերոջմե հերու դեմը պիտի ելնա։ Եվ դեր որոնք են բարիը ինչպես սիրտը պիտի թիմանա դեսնալով ասի։ Ասիկա շատ լավ հարցում է, ասում մասին շատ մտածած եմ։ Ուրեմն նայ, այսևով ինձի բացվեցավ։ Կրնալ ալամի մեգուն դարբեր ծևերով։ Բայց երևակայ է, որ մենք հիմա դերոջի ներկայության մեջն ենք, մենք լիջիմը վրան կանգնած ենք։ Հայտնության 15-րդ գլուխը գսե որ երկրորդ համարներում մեջ։ Գսե որ սուրբերը ապագեղեն զովին վրա կանգնած էին լարերով գերքեն կպաշտեն քարնուկին երկը գերքեն եւ Մովսեսի երկը գերքեն գսե որ։ Եթե գուզես կրնան կընթերցել այդ համարները։ Դա 17-ը ասիր։ 15 գլուխը, որ այսքեր երկը դի մենք երկը տեսնանք 15-րդ գլուխում երկրորդ համարեն դեսավ գսե ուրեմն ուրիշ առաջին համարեն գարտամ ուրիշ մեծ ու զարմանալի նշան մը դեսա երկինքի մեջ 7 հրեշտակներ որոնք 7 վերջին հարվածներ ունեին որովհետև անոնցմով պիտի գադարվեր Աստուծո փառքություն դեսա որպես թե ապագեղեն զովմը գրագով խառնված անոնք որ հաղթեցին քազանին ու անոր բատկերին եւ անոր անվան թիվին ապագեղեն զովում վրա գայներ էին ու Աստուծո քնարներ ունեին եւ Աստծո ծառային Մովսեսին երկը գերքեին ու քարնուկին երկը սելով մեծ ու զարմանալի երկ սելով մեծ ու զարմանալի յան քու կորձերը դովդեր Աստված ամենագալ արդար ու ճշմարիտ են քու ջամփաներդ ով թակավոր սուրբերու դեր ով պիտի չվախնա քեզմե ու քու անունը չփարավորե վասնզի թուն միայն սուրբ ես քանզի բոլոր ազգերը պիտի քան ու քու արջևդ երկրբակություն պիտի անեն վասնզի քու արդար թադաստանները հայտնվեցան ուրեմն նայ այստեղ սուրբերը կանգնած են գրագի լիջի վրա երկու լիջ կա ծուծումփով խառնված լիջը կա բայց այստեղ ապագեղեն զովը կա որու վրա սուրբերը կանգնած են թուն ես բոլոր անոնք որ Քրիստոսի քարտուկին կպաշտենք միտքիդ մեջ այս պատկերը երևակայ մենք ապագեղեն զովին 4-5-րդ գլխում մեջ այդ ապագեղեն զովը տեսանք բայց այս ապագեղեն զովը գրագով խառնված է մենք անոր վրա կանգներ ենք բայց չենք սպարվիր ասիկա քիչ մը գնամանի այդ Սեդրակ Միսակ Աբեդնագովին որ այդ 4-րդ անցին հետը գրագին մեջն են 7-նապատիկ գրագը փորփոքի որ Նապոկոթոնոսորը աստիճանաբար կբարձրացնի որ Դանիելի մարգարեության մեջ գրված է բայց չեն սպարվիր մենք այսպես գրագին վրան ենք քարնուկը կպաշտենք որ այդ գրագը Աստված մաշող գրագ է գսե Աստված սեր է այդ սիրո գրագի մեջ մենք կսրբակորձվենք եւ այդ սիրո գրագի մեջ մենք ավելի վարագվենք որ սիրով սիրելու քարնուկը բայց հիմա այդ ապագեղեն զովին տագը մտածե որ դա զումպի գրագն է վրան մենք պահված ենք չենք սպարվում դագը ապագեղեն զով է բայց հայելի նման է որ մեկ կողմով միան գերևնա Շատ դժվար է երևակայելը դժվար է երևակայել բայց այսպես երևակայել նայ հայելի մը կամ ապագի մը որ գնայիս թուն դուրս կդեսնաս բայց դուրսիները քեզ չեն դեսնար չէ այո հիմա երևակայ որ դուրսինները չարն է իրենք մեզի կդեսնան որ գրագին այդ ապագեղեն զովին դագն են իրենք վեր գնային որ մեզի կդեսնան որ կպաշտենք որ քարտուկին այդ սիրո հարաբերության մեջ այդ գրագի մեջ չենք վարվիր չենք սպարվիր դերոջը այդ սերը որով ասված սերը գսե ասված մաշող գրագ է մենք այդ սիրո մեջ կփոփոխվենք օր ավելիով բայց իրենք այդ ապագեղեն զովին դագն են իրենք մեզի կդեսնան որ կվայելենք կորդերը կպաշտենք կորդերը սիրո հարաբերությունը կվայելենք որ բայց իրենք այդ ապագեղեն զովը իրենց համար ապագի մեջ թույլ չի տալ որ անցնի մյուսքով իրենք մեզի կտեսնան որ բայց մենք իրենք չենք տեսնան
Մենք իրենց դարաբանքները, չարչարանքները չենք տեսնալ, որ Եվ գրագին մեջն են։ իրավունքունից օրինակը որ գա ավետարանի մեջ որ Ղազարոսը ինչպես է սավքնա ասե որ իմ եղբայրներս ընտանիքս նույն մեղքի մեջ չնան եւ դարձիկան ապաշխարեն։ Այո, այո, ասիկա շատ գիտես մարդիկ կսեն, օ, թժողքի հերու դերմն է գսեն։ Բայց թժողքը այստեղը քարնուգին եւ հրեշտակին ներկայության մեջն է։ Հոսե որ պիտի դանչվին։ Միշտ պիտի հիշեն եւ տեսնան, որ ինչ կրնային ունենալ, վայելել դերոջը մդերմությունը, բայց ձով այդ ապագին իրենց արգելք կլա որ վայելեն, իրենք գվարվին որ այդ գրագին մեջ, ինչ որ եղավ Սեդրակ Միսագապետնակովին նորեն, եւ որ Նապոկոթոնոսոր ուղարկեց, որ այդ իր ծարաները գրագը յոտնաբադիկ փոփոխեն, որ Սեդրակ Միսակ Ապետնակով չէին սպարվել որ գրագի մեջ, անոնք որ գրագը փոփոխելու եկան, իրենք վարվեցան այն նույն գրագի մեջ։ Միտքը նույնն է, նույն լիճը մեկ ամեն բան հագասող պատկեր կգա, չէ՞։ Նոր Երուսաղեմը գա, որ հարսն է քարնուգին, գա Մեծն Բաբելոն Բորնիկը, որ Բորնիկը հարս գրնանգսը կամ Բորնիկն է, որ վիշապին կբաշխի։ Լիճ մը գա, որ լիճին գրագին վրա մենք կանգնած ենք, երկենք որ Մովսեսի հաղթանակի երգը, որ մենք անցել ենք, այսինքն կարմիր զովը եւ մդերենք դերոջը ներկայության մեջ կվայելենք որ չենք սպարվել որ գրագը մեզի կփոփոխենք որ մակրակորձվելու եւ հիմա ալ գնենք որ այդ բոլորը եւ իրեն կբաշխենք կվայելենք որ իր ներկայություն բայց հիմա աշխարհի մեջ ամեն անոնք որ ներած են Հիսուսին դզումբի գրագի լիճի մեջն են ծեվում արդեն դանչվին որ արդեն ճունին հույս չկա լույս չկա ովև մեկ իրենց հանքիստ կամ խաղաղություն դանչված են անորամար շատերը թեորայքներով խմիչքով չեմ գիտեր ինչ բաներով գործեն որ անընդհատ իրենց մարեցնել այդ վախը որ գա այդ անհույս վիճակը որ ունի միտքերնին գործընծնեն շատերը անցնասբան գուզեն լա չէ այո դանչվին որ առանց Հիսուսի ինչ հույս ունի So մասամբ հիմա արդեն կգադալի որ արդեն թժողքը եւ տրախտը հոսե անոնց որ Քրիստոսի մեջ են եւ պիտի այդ ավարտվի իր քակատնագետը Քրիստոսի երկրորդ քալուստով բայց նաեւ թժողն է հոսե անոնց որ մերժած են Քրիստոսի անհույս վիճակի մեջ են Սիրտերնից կցավի բոլորիս բոլորը ինքնասպանության մեջ են այդ եւ բոլոր այո Մենք բոլորին համար սիրտեցնի, անոր համար այս երեք հրեշտակները գուղարկվին, որ արդրց մենք ալ միջոցը լանք այդ պատկամները փոխանցելու ընդհանուր մեր սերունդի մեջ է մեր շրջաբադին, որ հույս կա, թարցեք, ապաշխարեցեք, ավետիս մգա, լա փարի լուր մգա, վստահեցեք Հիսուսի եւ դուքալ այդ զուզումփի գրագի լիջին մեջ վեճունիկ վարվելու։ Հույս եկեք այսօր Պիտեր Եթե եկեղեցին առնենք, առանց հարանվանության, առանց անունի, առանց ասկի, եկեղեցիմը արդեն օրինակի համար իր գիրագիորվան սերվիսը գնե, բադարակը կամ պաշտամուկը նայած ինչ եկեղեցի է, շապտվա մեջ ունի իրեն ստերդողությունները, աղոտքի խումբերը, լավ, այսօր եկեղեցին ինչ կրնա ավելի ընել կամ ինչ չներդագավին, որբեսի ժողովուրդը դարձի բերե Նայ եկեղեցին մենք պետք չէ որ սպասենք որ մարդիկ եկեղեցին կամ հավատացյալներու խումբին կան մենք պետք է այս հրեշտակներու նման ելենք եւ հրճագենք նայ հրեշտակները գուղարկվին որ Աստծո կողմէ հրճագելու այս պատկամները մենք մեր խումբ լջացված լիջի մեջ նստելով չլար որքան գերտանք որ անապաշխար մարդկանց վկայելու քարոզելու ինտերնետով տելեֆոնով ռադիոյով տելևիզիոնով կամ անցամբ աշխատավայրերու մեջ գործնական բանով միջոցով մեր ընկերներուն մեր հարազատներուն որ եկեղեցի չենալքար ինչպես պիտի լսեն մեր միջոցով մենք այս հրեշտակներուն պատկամը պետք է փոխանցենք
եւ գանչենք որ ապաշխարեն եւ եթե եկեղեցի մեջը հովիվը կարոզե միշտ ապաշխարություն պետք է կարոզվի միշտ պետք է որ հրճակվի այս միտքը որ Աստուծո վախցեք դարձի եկեք Բաբելոն Գիտես ընդհանրապես գսենք որ Աստված բարի է, Աստված ողորմած է, Աստված հայթայթող է, բայց երբեք չենք խոսիր որ Աստծո վախին մասին, որ որքան Աստծո վախը պետք է ունենա Աստծո զավակը։ Այո, հիմա շատ անգամներ հովիվը դերևս չուզեր ամեն գիրագի ապաշխարության մասին խոսիլ, այն հասկացողությամբ որ ամեն մարդ գիտե, մեղքը գճանչնա գասկնաս, բայց անցին չէ պետք է բամենե որ ամեն անգամ հիշվի ասիգա Եվ եթե նայենք այս հայտնության քիրքին առաջին երկրորդ եւ երրորդ գլուխները որ ընթերցեցինք եկեղեցիներուն Հիսուս ինչ ասավ ամեն մեկուն ասավ ապաշխարեցեք բացի երկուքին չէ ամեն մեկն ապաշխարելու թե եկեղեցին ապաշխարելու որով մարդիկ կան եկեղեցի մեջ որ գլսեն պատկամը բայց դեռ չեն ապաշխարած կհաջախեն ամեն մարդ որ եկեղեցի կհաջախի անպայման չի ապաշխարած այո ու կա գլսե իդ կերտա իր հին կյանքին մեկ ժամ գլսե քիչ մահանքից կսկա կամ չեմ գիտեր ինչ շարժարիտներով գուկա իդ կերտա իր հին կյանքը գշարնա Բաբելոնի շաբթու ընթացքին մեկ ժամը դերոջ այդ ներկայության մեջ կուզե քալ որով լավ գսկա մնացած շաբթու ընթացքին կամ գսե հավատացյալը եւ չաբրիր հավատացյալի կյանքը կամ ապնավ չի ապաշխարած բայց բան մգա որ պատճառը որ չէ թարց փոփոխությունը չի եղած այդ կյանքի մեջ անորոշ եւ որ հովիվը կարոզե պետք է որ այնպեսի օրեն կարոզե պատկամները դա որ մարդիկ սկան որ լրջությունը այս պատկամին որ եթե չապաշխարեք պիտի Աստծո ներկայության քարնուկի ներկայության եւ հրեշտակներուն ներկայության մեջ պիտի վարվիկ ոչ թե գրակ անպայման ֆիզիկական գրակ է որով հրեշտակներն ապիտի վարվին այդ զումբի գրագին լիճի մեջ որ ոգիներ են այսինքն պիտի դանչվելու միտքը ինչ է ասի դերոջ ներկայության մեջ լալ եւ չճաշակել իր սերը չկարողանալ վայելել այն ինչ որ պիտի տեսնան որ մենք կնենք որ դերոջ ներկայության մեջ հիմա կվայելենք որ դերը թուն եւ ես այո եւ գուզենք ուրիշներն միանան այս թիրքին այս իրավիճակին Նախանցախնդիրը որ ամեն մեկ մարդ չմնա երկրի վրա որ ամենը դարձի քան եւ վայնեն Անորամար է որ քիչ առաջադարձումը սարսուցի որ անտրանիկները սպանելը վերջինն էր Աստծո բադ ասենք Թադաստանին ապարավոնին վրա Թունինզիսը արդեն հիմա սկսած է այո սկսած է բայց ինչ ավելի դիզաստեր մփամը պիտի ժողովուրդը պետք է դեսնա անիկա որ վերջին աստարարությունը ասած չնես արկես կյանք դիտ կորսնցնես եթե դգավին գաբրի արդեն գլագոր այս բաները աստիճանաբար մենք տեսանք 6-րդ գլխում մեջ 1/3 որ այդ ժանդախներուն եկան մարդիկ կմեռնեին որ այդ ժանդախներուն որ Աստված գուզեր անդրադարձն որ ապաշխարեն հետո փողերուն միջոցով մենք տեսանք 1/4 առաջ 1/4 1/3 աստիճանաբար շատացավ եւ որ սկավառակները սկսին արդեն ուշ է չսպասենք որ որքան Աստված նայ 9 հատ հարվածներ Աստված ուղարկեց վերջինը եւ որ ուղարկեց ուշ էր արդեն Թադաստանը վերջնական էր այնտեղ հասնելուն չսպասենք Գրնալալ անհադաբես քու կյանքիդ վերջնական Աստված Թադաստանը փերե ասե որ վերջ քեզի ամեն արիք տվի չապաշխարեցի երթալեն ավելի ըմփոստացար եւ Աստված մեր սիրտերը մտքերը քննող Աստված է գիտե որ պիտի ապաշխարենք թե ոչ անշուշտ ես չպիտի թադեմ մարդկանց թուն եւ ես բայց դերը գիտե եւ դերը արդար թադավոր է եւ ինքը գիտե եւ վերջինն այլևս կրնա գանչել այդ անսը վերցնել ժամանակի առաջ Շատ լավ շարունակենք ուրեմն հաջորդը Սալիգը գուքա հայտնություն 14-11 կսե եւ անոնց ծծում այդ գրագի մեջ դիջի մեջը գդանչվին հավեր եւ ոչ մեկ հանգիստ չկա քիշեր ու ծորեք այս անսերը
որ բաշտեցին վիշապին եւ անոր գնիկը ստացան եւ իր անունը գրեցին, չէ 666 թիվը, պիտի դանչվին հավեր։ Եվ 12 համարը գսե ինչպես գրցան այս բոլորի մեջ սուրբերը կոյադեվել իրենց համբերությունով, հարադևելով։ Պետք է որ նայ անոր համար մենք ենք հիմա կվա համար է խոսքը, ոչ թե Քրիստոս կալեն վերջը արիտ չկա։ Մենք ինչպես հիմա գրնանք որ այս դարաբանքներում մեջը մեր համբերությունով համբերել, ըսկաստը եւ դերոջը բադվիրանները բահել։ Քրիստոս կալեն վերջը ինչ բադվիրան պիտի բահես։ Արդեն վերջացած պիտի։ Ասե որ գսե որ կանչված ենք հարադևելու սուրբերուն գսե որ անոնք որ ըսկաստ կլան, ըսկուշ կլան եւ դերոջը բադվիրանները կգադարան։ Անոր համար այս ժամանակաշրջանը առաջին քալուստը մինչեւ երկրորդ քալուստն է ոչ իր քալեն վերջ, չգարի այլևս այդ։ Պատկամը արդեն գլսվի որ ինչ նոր պատկամը չի պիտի դրվի։ Եվ ոչ ամեն եկեղեցի այս պատկամը գուտագոր կամ ամեն հովիվ, ճիշտ է։ Շատ սուտ մարգարեներ ալգան, չէ։ Կթմրեցնեն որ եւ գտանին որ վիշապին բաշտելու փոխանակ քարնուկին։ Խոստանալով որ ուրիշ ցև մը գա։ Փարքավաճման պատկամներ կան շատ մի եկեղեցիներում մեջ։ Ինչպես պիտի բարելավվիս, ավելի հանգիստ պիտի սկաս, ասպիլասը Աբաշխարություն չի կարող զվիրվոր ամեն։ Ամեն հովիվ պիտի քննե իր անձը, որ որքան այս պատկամները, այս 3 պատկամները, որ այս հրեշտակները գուտան, որ ասովախի մասին, ես փառք ուտամ աս վերջերս մեր եկեղեցին, մեր հովիվը ասովախի մասին, եւ գյուղի մասին, քանի պատկամներ դվավ։ Եվ որ մարդիկ անդրադառնան, հիմա չեն անդրադառնա, այլևս ադիգա հովիվին մեղքը չէ, բայց եթե հովիվը չքարոզե, չսե ասված իրենց մե պիտի պահանջե իրենց այդ անձերուն արյունը բայց եթե քարոզե եւս է եւ մարդիկ չաբաշխարեն այլևս ադիգա արդյունքը դերոջը ցերքի մեջն է ոչ թե հովիվին մեր կորզը քարոզել ճշմարտությունը եւ այսօր գուքանք նաեւ 14-րդ գուխուն 13 համարին որ մենք մեկը սկիզբեն եթե գիշեք եւ որ սկսանք հայտնության քիրքը ասենք երանելի են անոնք Երանելիություններու մասին խոսեցանք 7 երանելիություններու մասին որ խոստացված է հայտնության քիրքի մեջ որուն հիմա երկրորդին հասանք եւ անոնք որ գերավին մեր հետը արդեն երկրորդը հիմա երանելիությունը կսկսին վայելել 7 կա կատարյալ երանելիությունը բոլոր հայտնության քիրքը ընթերցողներուն լսողներուն եւ սրտերնու մեջ պահելուն եւ կատարողներուն այս քիրքին մարգարեության խոսքեր հիմա երկրորդին հասանք ինչ գսե ցայն մլսեցին օրեն որ գսե Հովանեսին գսե քրե նայ 10-րդ գուխում մեջը 7 որոդումները եւ որ եղան գսե մի քրեր բաներ կա որ քրե գսե դերը բաներ կա որ մի քրե այս երանելիությունը ինչ է գսե երանելի են անոնք որ դերոճմով գննչեն կմերնին կամ գսմարդիրոսվին Քանի որ գսե հոգին գսե որ իրենք պիտի հանգչին իրենց կորձերեն եւ իրենց կորձերը պիտի հետևին իրենց ինչքան սուրբեր կան որ կմարդիրոսվին այս բոլոր թարերու մեջ մեր սերունդի մեջ նա կմարդիրոսվին որ ասիկա միան աբակային վերջի սերունդին համար չէ որ Քրիստոս չեկած միան 7 տարի առաջ կամ վերջին դարին կամ վերջին վարյանները այս բոլոր թարն է Քրիստոսի առաջին քալուստեն երկրորդ թար որ Մարդիկ գմերնին որ գմարդիրոսվին որ հավատարիմ կմնան որ դերոջ եւ նաեւ գմերնին որ իրենց եսին եւ իրենց կորձերը գեհդեվի պիտի մտնա այդ միտքը այդ կորձերը քիրք մգա որ մեր կորձերուն համացայն պիտի վարձատրվին կսե հայտնության 22-րդ գլուխ դերը գիտե կքրվի ամեն մեր կորձեր եւ երանելի են անոնք որ հավատարիմ կմնան մինչեւ վերջին շունչը եւ գննչեն դերոճմով որով դերը պիտի վարձատրե եւ իրենց հանգիստը կմտնա բայց մենք արդեն մեր հանգիստի մեջն ենք հիմա եթե մերած ենք մեր եսին եւ Քրիստոսի հետ առաջին մահը մերած ենք խաչին վրա իր հետ հարություն արած ենք կսե որ սուրբի եկեք ինձի հոգնած եւ բեռնավորված եմ եւ ես ցեզի հանգիստ պիտամ թուն եւ ես հանգիստ մենք
ճգնաժամի մեջ չենք, որ աման եթե հիմա մեռնիմ, ես ինչ պիտի ելնա։ Հանգիստի մեջ ենք։ Մեր հոգին հանգիստ է, մեր միտքը խաղաղ է։ Մեր եւ գիտենք, որ մեր կորձերն ալ եհետևին մեր հավատքի ըմբռնումներուն, որ դերոջը օրենքները կբահենք համարը առաջ։ Այսօր հոս կուզեմ ավարտել եւ քաչալերել, որ շարունակենք մեր ընտրողները եւ հոստեղը 7 այդ երանելիությունները նորեն կուզեմ տնել, հիշեցնելու թե հայրենով եւ թե անգլերենով, մեկ հատ շուտ մասանք տնեմ, ով որ գուզե կրնա նկարել եւ հիշել, բայց իդ քալով ասոր առաջինը ինչ էր, ով որ կգարթա, կլսե եւ կպահե մարգարեությունները այս քիրքին, կգադարե։ Երկրորդը այսօրվանն է հայտնության 14-13, որ գսե օրտնյալ է կամ երանելի է այն, որ մեռնողները, որոնք դերոջ մեջ կմեռնին, այսինքն հավատարիմ են, հավատացին, մնացին հավատարիմ, համբերեցին այս տարաբանքներու մեջ։ Տարաբանքներու մեջ ենք, ամենքս ա։ Մեկը չի գա, որ այս տարաբանքները մի փախչի։ Շատերը այդպես կհավատացնեն, որ չէ, Հիսուս պիտի կա մեզի տարաբանքներեն նեղությունեն պիտի հանե, չի պիտի սկանք։ Չէ, ամեն մարդ նեղությունի մեջ է, ով որ դերոջը կհետևի գոր, փամ ունի, փանեմը գանցնի գոր։ Անորոմար քաչալերվեցեք քուր եղբայրներ, որ եթե տարաբանքի մեջ եք, դերոջը փարքին համար, դերոջը վախ ունիք, դերոջը ավետիսը գլսեք, կքարոզեք, կվգայեք եւ քարնուկին հետ կանգնած եք 144,001 իրեն կբաշտեք, մնացածը դերը ինքը կնե։ Երանելիությամբ այսօր բաժանվենք եւ մնանք հավատարիմ մյուս երանելիությունները, որ թեր կան 4 հատ եւս լսելու ապակ։ Եթե կրնաս PowerPoint-ը վերցնել։ Այո, անպայման։ Քիչ մտահոգեցուցիչ է անում, որոնք դակավին անապաշխար ընտանիքներ ունին, զավակներ ունին, բայց միան հիշեցնեմ քեզ քույրս եղբայրս, որ Աստված հավատարիմ է։ Եվ ադամեն աղոթներդ, որ կաղոթես իրենց համար, բրգության համար, բարաբիչի պիտի երթա, պիտի կա ժամանակը, դերը պիտի թպնա, եւ կհավատամ, որ իրենք պիտի հանձնվին դերոջը։ Չէ՞ Պիտեր։ Այդ աղոթքով մենք կշարունակենք վկայել կարոզել։ Այո։ Շնորհակալ եմ ցերին ունգընտրության։ Պիտեր, եթե գուզես աղոթքով վերջացնել կամ խոսքով։ Սիրելի երկնավոր Հայր, շնորհակալ ենք, որ այսօր այս երեք հրեշտակներուն պատկամները նորեն հնչեցուցիր, երկնքի մեջ են քո աթորետ կուքան այս պատկամները, պատկամափերներուտ միջոցով։ Շնորհակալ ենք, որ գլսեն մարդիկ, խնդրենք անոնք, որ գլսեն, որ թե չեն ապաշխարած կամ իրենց սիրելիները այս պատկամների իրենց բաժնեցին, դարածվի, լսեն, քանի որ օրը շատ մոտ է երկրորդ քալուստից եւ այդ վերջ արիք պիտի չլա, քանի որ հիմա է ժամանակ ապաշխարելու, բայց նաեւ գաղութենք, որ դեր ողորմիս քո արարածներուդ շնորհես, որ դարձի քան ընդունին պատկամը ավետիսը, որ բարի լուրայինը, որ պետք չունին կորսվելու, եթե հավատանք ուղղորդվույթ եւ ունենանք հավիտենական կյանք, մեղքերու թողություն եւ մեր անունները գենաց քիրքիտ մեջ կրվի ուրախ լուրով հարադևելով այս տարաբանքներու մեջ հաստատ բայկո սուրբերիտ եւ շնորհե որ վերստին զոնոթը լա եւ շատեր փրկվին այս պատկամներուն միջոցով Հիսուսի անունով կխնդրենք Հայր որդի եւ Սուրբ Հոգի հալելույա ամեն ամեն բարի շաբաթ ցեզի եւ գտեսնվին կա շաբաթ ամեն